Մերոնք գետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այսօր ըստ էության տարվա ամփոփում կլինի, այսինքն ինչ ձեռքբերում ունեցանք, ինչ իրականություն ունենք, սկսած եկեղեցու թնջուկից մինչև ներքաղաքական զարգացումներ։ Կհամեմենք մեր հաղորդումը, ահա Այստեղ ինձ մոտ Տարոն Գլակի բանաստեղծությունների գիրքն է, Տարոնը իմ տղան է, իմ զավակը եւ կարծես թե իմ ասելիքը նաեւ երբեմն բանաստեղծորեն ընդմիջելու կարիք կա։ Դուք կլսեք, կհամոզվեք, հիմա գանք ձեռքբերումներին։ Անցնող տարվա մեծագույն ձեռքբերումը Թրիփի ուղի նախագիծն էր, որ ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի, Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Նախ ստորագրվեց ինչ-որ մի համաձայնագիր, որը պիտի բերեր, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվեր վերջնականապես, առայժմ խոսակցություններ են, բայց Թրիփը ինչ-որ ընթացքի մեջ է։ Բնականաբար մեր ողերիմ հարևաններին ու այսպես ասած բարեկամ հորժորժվող հարազատներին շատ-շատերին դուր չեկավ այն ուղին, որ Հայաստանն ընտրեց։ Եվ Ռուսաստանի ձեռքերը հասան Պարսկաստան։ Պարսիկները նախ շատ լավ ընդունեցին Թրիփի նախագիծը, հետո հիմա սկսեցին արդեն խոսել, որ դա նույն միջանցքն է եւ այլն եւ այլն։ Այստեղ տողատակեր կա բնականաբար, պարսիկները Ամերիկայից իրենց սպասելիքն ու ստանալիքն ունեն։ Ռուսները ամեն ինչ անում են, որպեսզի մենք չկարողանանք մեզ գտնել, քանզի իրենց համար մենք ոչ թե Հայաստանի Հանրապետություն ենք, ինչպես Պուտինների եւ մյուսների համար, մենք պարզապես իրենց օբյեկտն ենք, իրենց տարածքն ենք, որտեղ իրենք պիտի որոշեն։ Թե ինչպես կլուծվի այս թնջուկը Հայաստանի իշխանությունների ամենաբարդ գործարքը պիտի լինի, չգիտեմ ինչպես կհաջողեն, շատ կարևոր է որ հաջողեն։ Ռուսներն ինչ են ասում իրենց պաշտոնյաների վերանով, թե այդտեղ մեր երկաթ գիծն է SN-ը։ Օղորմի Քոչարյանի անձավորների կողքի մեռելներին, ով նաև Սերժիկ Սարգսյանի հետ ռուսներին տվեց հայկական երկաթուղին։ Սրանք ամեն ինչում իրենց այսպես ասած քարտն ունեն, կոզերն ունեն, հա, որ այս էլ մեր խաղաթուղթը, ախր Հայաստանի գնացքի գծերն անգամ մերն է։ Ահա այսպիսի իրականություն ունենք եւ այս իրականության մեջ պիտի փորձենք մանևրել։ Ինձ համար այս գործարքում ամենակարևորը այն շունչն էր, որ մենք պիտի քաշենք եւ այն հնարավորությունը, որ պիտի ստեղծենք մեր ինքնապաշտպանության համար։ Ես միամիտ չեմ, ոչ ոք էլ միամիտ չի, սկսած երևի թե Նիկոլ Փաշինյանից եւ մյուսներից, վստահաբար միամիտ չեն Ալիևի, չգիտեմ, բեխավոր մոտեցումներին հավատալու, չէ։ Չկա այդ բանը, երբ հարմար լինի Ալիևը եւ իր տեսակը հաստատ կացնաջարդ կանի քնած սպային կամ քնած հայ ժողովրդին։ Այստեղ սա նշանակում է, որ այդ արտաքին հարաբերություններում ժպտալը լավ է, բայց պատրաստ լինելը հազարապատիկ կարևոր է։ Սա է աշխարհի օրենքը, մենք ժպիտներ, չգիտեմ, ծիծաղներ, հնարավորություններ, այսպես կանենք, այնպես կանենք, այո, համաձայն ենք, բայց եթե սուրդ տեղում չէ, հաջորդ պահին գլուխդ կպոկին։ Ինչ կանի աշխարհը։ Շատ-շատերն ասում են, դե գիտեք ինչ, այ աշխարհը թույլ չի տա, որ այդ ճանապարհները փակվեն։ Դեմ չեմ, թույլ չի տա։ Ասվածը ընդամենը բառակապակցություն է, խոսք է, նախադասություն է, միտք է։ Իսկ եթե հանկարծ Հեյդարի տղա Իլհամը փորձի ասենք, թե վերցնել Զանգեզուրի միջանցքը եւ կանգնենք փաստի առաջ, ինչ պիտի անենք։ Աշխարհը պիտի ասի գնա, նա էլ պիտի ասի դե կգնամ, էլի։ Հետո աշխարհին իր ճանապարհներն են հետարքիր։ Եվ այն ժողովուրդը, ով կպաշտպանի ինքն իրեն եւ թույլ չի տա, որ իր ինքնուրույն տարածքից, իր ինքնիշխան տարածքից 1 սանտիմետր օտարվի։ Այս հարցը մենք պիտի չմոռանանք։
ով ինչ ուզում է հերվից ասի Եվրոպաներից, Ամերիկաներից, Ռուսաստաններից, եթե դու քո երկրի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպես, մի օր գլխիդ բամփելու են։ Եվ ցավալիորեն իրենք դրանում մեղավոր չեն լինելու։ Գուցե ասենք օй բարոյական չի, պարկես չի, վայ, մամուց կարելի է բեր ինքնիշխան, ասելով չի, քո ինքնիշխան տարածքը պաշտպանելու պատրաստ պիտի լինես։ Սա է խնդիրների խնդիրը, արտաքին հարաբերություններում մնացածը ով ինչ ուզում է ասի։ Հիշում եք ժամանակին Ադոլֆ Հիտլերը ինչ ասաց, երբ հարձակվեց Ռուսաստանի վրա, երբ սկսվեց պատերազմը, երբ սկսեցին կոտորել, չգիտեմ, էսինենին, ասաց ով է հիշում հայերի կոտորածը։ Վերջ, կոտորել են, տարածքները վերցրել են եւ վերջացավ այնտեղ ապրում են մարդիկ։ Մեզ համար Հայաստանը արտաքին հարաբերություններում արևմտյան Հայաստանը մեր պապերի երկիրն էր, որ ցավալիորեն մենք չկարողացանք պաշտպանել։ Ցավալիորեն մենք չկարողացանք փայփայել ու կորցրեցինք։ Հիմա ինչ որ մի հիմար Ալիև իրեն թույլ է տալիս խոսել արևմտյան Ադրբեջանի մասին, Հայաստանի, ի նկատի ունենալով Հայաստանի տարածքները, ցավալիորեն մեր անհաղթ ակտորի կերպարի մեջ մտած վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տալիս օրինականացնել վերջինիս արտահայտությունը եւ ասել դուք այս մասին մի խոսեք, մենք էլ այն մասին չենք խոսի։ Ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը ուզում էր ասել ասանք, ստացվում է անանք։ Ցավալի իրականություն է, ցավալի բաց թողում, որի հետ հաշտվելը բանական մարդկանց համար դժվար է։ Այն բանականների համար հեշտ է։ Վայ, Աստված ջան, եղած չեղածդ պաչեմ, ամեն ինչ լավ է։ Ցավալի իրականություն ունենք այդ իմաստով, բայց ունենք այն ինչ ունենք։ Այդ մասին ներքին քաղաքական իրավիճակի մասին դեռ կխոսենք, իսկ հիմա արտաքին հարաբերությունների ու զարգացումների հետ կապված ես ուզում եմ մի բանաստեղծություն ընթերցել ու անցնենք առաջ։ Այսպես է կոչվում, մեզ է վերաբերում, մեզանից յուրաքանչյուրին։ Քո կյանքը քեզնից չեն կարող խլել։ Քո արյան ձայնը երբեք չի լռի։ Քեզ քո վախերով փորձում են ձևել, դու իր չես, վերկաց ել ու հարվածիր։ Դու իր չես, վերկաց ել ու հարվածիր, ժայրեր դիր մեջքիդ, ապարաժ վերցրու, մերժիր խեղճության անփառունակ դին, հաստատիր կյանքդ ամրացրու։ Լսում ես եղբայր, աչքերդ բացիր, ոտքերդ մարզիր, կոփիր լեռներում, փնտրիր զենքերդ կապիր եւ թող չլռեն երգերը հոգուտ։ Քեզ գրիչ է պետք, բահ ու սուրսայր խաչ։ Մինս եմացրու քո ոչ մի արժեք, քեզ թանակ է պետք, միտք ու գաղափար, քեզ ամեն տեսակ զենք է անհրաժեշտ։ Քեզ քո վախերով փորձում են ձևել, բայց դու կավիճ չես, կավագործ ես դու, քո բախտը վաղը քո ձեռքերում է, եւ ընթացքը քո դու ես որոշում։ Այսպես, մեր կյանքը մեզնից չեն կարող խլել, եթե մենք չուզենանք, եթե մենք այս կոչին ականջալուր լինենք, եթե մենք չմոռանանք այն, ինչ քիչ առաջ ասացի։ Սա մեկ իրականություն, արտաքին հարաբերություններում, աշխարհի հետ շփումներում միևնույնն է, դու իր չես, հենց քեզ իրի տեղ դրեցիր տրորելու են։ Հիմա գանք անցնենք առաջ։ Եկեղեցու թնջուկը կամ Գիժ Գոքորի տղաների ֆենոմենը։ Գիժ Գոքորը, այդպես էին իրեն մականունը դրել իրենց գյուղում, կաթողիկոսի հայրն է, եզրասի հայրն է, այն մյուս ձերբակալվածի հայրն է։ Ինչու են Գիժ Գոքոր ասում, պատերազմի տարիներին սա ամբողջ գյուղը կփաստի։ Գոքորը, իրենց հայրը, Գրիգորը գիժ է ձևանում, հիվանդ է ձևանում եւ
հայրենական մեծ պատերազմից խուսափում է։ Հետո պատերազմից հետո վերջում մահացավ որպես իրենց գյուղի հայրենական պատերազմի վետերանների նախագահ։ Ահա այսպես։ Եվ այս մարդու ստեղծած զավակները այսօր շարունակում են Գիժ Գոքորավարի եկեղեցին համակարգել։ Այն որ կտրիչ եւ չկտրիչների մեջ հայրենիք չկա, վեհապար կոչվածների մեջ հոգի չկա, հոգևոր ոչինչ չկա, դա փաստ է։ Վկան իրենց բազմաթիվ բիզնեսները, գործարքները, նաեւ, այսպես ասենք, վերջում բացահայտեցին, չգիտեմ, Եզրասը գործակալ է եղել։ Ես վստահ եմ գործակալ է նաեւ վեհապարը հավաքագրված է։ Գործակալ են նաեւ շատերը։ Հիմի ինչ է տեղի ունենում։ Արդյոք բարոյական են հանգուցյալները, ինչպես ասում էր ժամանակին Օստապ Բենդերը, երբ խոսում էր Պանիկովսկու մասին, արդյոք բարոյական էր հանգուցյալը, ոչ ասում էր շուռա, նա սագագող էր։ Հիմի արդյոք բարոյական են նրանք, ովքեր այդ կռիվը սկսել են կտրիչի դեմ։ Իհարկե չէ։ Ցավալիորեն։ Բոլոր են սրբազանների մի գերակշիռ մասը իրենք էլ մի բարի պտուղ չեն։ Հիմի թե ասենք հոգիների մեջ արթնացել է, որ եկեղեցին պետք է մաքրել, մենք էլ են շագանակագույնից ենք կերել, գալատ ենք արել, չենք անի, չգիտեմ, թող Աստծու առաջ հաշվետու լինեն։ Մենք բոլորս գիտենք ով է։ Բայց մենք գիտենք մեր հոգու խորքում մի բան, որ այնուամենայնիվ մեր եկեղեցու այդ աղյան ախորը մաքրել է պետք, որ էսկաթողիկոս կոչվածը չի կարող արդարացնել մեր հույսերը, որ հոգևոր տաճարը դարձել է ստի կեղծիքի խաբեբայության մի որջը, որ անգամ եթե, չգիտեմ, ինչ որ մի սրբազան կամ բոլոր սրբազանները տղամարդ են ամորձատված չեն, քեռակնոջ հետ անկողին չեն մտնում, որ բարոյական չէ։ Եվ նաև բարոյական չէ բոլոր այն մարդկանց պահվածքը, ովքեր փորձում են արդարացնել, թե վայ Նիկոլը եկեղեցին քանդում է։ Եկեղեցին քանդված է, եկեղեցին նորոգել է պետք։ Եկեղեցու այս իրավիճակները մաքրել է պետք, որպեսզի մենք գնանք ու իմանանք, որ այնտեղ Աստծո տաճարում եղած մարդիկ սրբեր չեն բնականաբար, բայց պիղծել չեն, քանզի իրենց կյանքը պարկես չեն ապրել, շատերը։ Բիզնես են արել, գործարքներ են արել, թքել են մարդկանց հոգու մեջ։ Այլ խնդիր է իրոք այն գործիքակազմով, որով ուզում են վերացնել դրանց, էդ էլ բարոյական չէ։ Ոմանց դուրը գալիս է, ոմանց չի գալիս, չգիտեմ, այդ իրենց խնդիրն է, բայց իմացեք, բարոյական չէ, ես էլի եմ ասել, Նիկոլ Փաշինյանը պիտի շատ նեղ, այսպես ասած, կռուգի մեջ լուծեր այդ հարցը, կանչեր, եթե պետք էր ականջները կտրել, չգիտեմ, դա բռնություն է, ինչ է, շան սատակ անել, քացուտակ գցել, դուրս անել եկեղեցուց, այս ամբողջ աղբը պիտի դուրս չգար, այս աստիճան։ Բայց Նիկոլ Փաշինյանը շոուների սիրահար է, ցավոք սրտի։ Հերթական շոուն այդ Եզրասի ԱԱԾ գործակալ լինելն է կամ ԿԿԲ-ի հավաքագրված լինելը։ Դե կներեք, տարիներ շարունակ այնքան մարդու են հավաքագրել ԱԱԾ-ականները։ Այդ դեպքում պետք է հրապարակել, թե ԿԳԲ-ն ինչ է, ում է հավաքագրել, ուր են այդ մարդիկ։ Կամ պիտի ամբողջ ցուցակը դնեն սեղանին, մեր ԱԱԾ-ն թող ասի ով ինչ է, կամ էլ այսպես ընտրովի էշություն պետք չի անել, դա բարոյական չի, հավատացեք ինձ։ Եզրասը ինձ համար մի մարդ է, ով սովորական հանքի տիրոջը խաբեց եւ խաբած քարով եկեղեցի կառուցեց, համ փողը չտվեց, համ փողը վերցրեց Ռուսաստանի հարուստներից եւ այլն։ Եզրասը մարդ չի ինձ համար, ուր մնաց հոգեորական լինի։ Եզրասը Գիժ Գոքորի տղան է, ոնց ամմաքուր եղել են, ամմաքուր շարունակում են ապրել։ Բայց արդյոք միայն Եզրասն է գործակալ կամ հավաքագրված։ Այստեղ է խնդիրը։ Ժամանակին այս հարցը չլուծվեց, ազգային ժողովով չմտավ
օրենքի ուժ չստացավ, որ բոլոր գործակալներին բացահայտեին, տեսնեինք ինչա, ինչ ունենք, որ մաքուր էջից սկսեինք, բայց այդտեղ կա Ռուսաստանի KGB-ի հզոր ձեռքերը, եկան մի ամբողջ փաստաթուղթ 88-ից հետո վերցրեցին տարան Մոսկվա, որ իրենց հատուկ գործակալները չբացահայտվեն, դե ինչ բացահայտվեցին։ Մի պատմություն ձեզ հիշեցնեմ, ովքեր չգիտեն, ովքեր գիտեն, էլի ասեմ։ Ջավախքում 30-ական թվականներին ինչպես ամբողջ սովետական միությունում մեկը մյուսի վրա գրում էր, ասենք հարևանս ասեց, որ Ստալինի ճտկակոշիկի մեկը կեղտոտ էր, սրան հանում էին հակա սովետական եւ գնդակահարում պատի տակ կամ ուղարկում Սիբիր։ Ջավախքում ինչ որ մի կերպ շատ մարդիկ բացահայտվեցին, իմացան, թե ովքեր էին այդ գործ տվողները եւ դրանք քիչ չէին։ Եվ սկսեցին հաշվեհարդար տեսնել։ Որպիսի բոլորին շանսատակ չանեն, Ստալինի հրամանով գործ տվողները գնացին ավելի տաք վայրեր, գնացին Ջավախքից։ Բաթումիում կան, հա, պատկերացրեք, Բաթումի ախրկալակցի եմ ապեր։ Ոչ բոլորն են իհարկե, բայց շատ-շատերը ովքեր այսօր կան, այդ գործ տվողների, այդ ձեռքերը արյան մեջ թաթախվածների թորներն ու ծորներն են։ Հիմի մենք պիտի կարողանանք հասկանալ։ Բացահայտում ենք բոլորին, թե ասենք այսօր կտրիչը խնդիր ունի, եթե այդքան ներքին այդպես պիտի անեիք այդ մեկի վզակոթին պարզապես կտայիք, իր աղբոր վզակոթին կտայիք։ Ես գիտեմ Նիկոլ Փաշինյանը հերթական քայլն է անելու, հիմա էլ պիտի կտրիչին բացահայտեն կամ ձերբակալեն, քանզի այդ մարդը, այո, այդ մարդը նախ արժանի է դրան, բայց արդյոք Փաշինյան Նիկոլը պիտի ձերբակալեր, կամ այն սրբազանները, ովքեր օրը 8 անգամ Աստված են կանչում, 800 անգամ խալխի կնանիքի հետույքին նայում կամ վայելում։ Այստեղ է խնդիրը, այստեղ է, որ բարոյական չէ եւ սուտն ու կեղծիքը ամբողջովին, այսպես ասած, խառնվել են, միահյուսվել են ու չգիտես ինչ անես։ Ու դրա համար էլ այս իմ տղայի հերթական բանաստեղծությունը կուզեի կարդալ մեր իրականության մասին։ Ստի մեջ կոփվել ես իմ հույս, հառնիր արևի շողից, իմ երկող երազող թրջուն մի չվիր իմ տխուր երկրից։ Անհոգի կմախքի նման նայում են այս օրերը մեզ, վախենամ թե այսպես գնա, վերածվենք կմախքի եւ մենք։ Սքի մեջ խեղճացած իմ լույս, թափանցիր խավարի միջից, իմ երկող երազող թրջուն մի չվիր իմ տխուր երկրից։ Հեքիաթ էր, էլ հեքիաթ չկա, փորձում է չարիքն իմ երկրին, թե թույլ ես, վեր կաց ու գնա, ես կօգնեմ իմ ընկնող երկրին։ Ես կապրեմ իմ ամրոց երկրում, կտանեմ անցյալն ուսերիս, ներկաս է ավաղ վշտացնում, բայց իմն է ներկան այս անխիղճ։ Ստի մեջ կոփվել ես իմ հույս, հառնիր արևի շողից, սքի մեջ խեղճացած իմ լույս, թափանցիր խավարի միջից։ Ահա այսպես մենք պիտի ապրենք մեր ամրոց երկրում ու ամրոց դարձնենք։ Անկախ կտրիչներից, կրտիչներից, չկտրիչներից, գործակալներից մենք պիտի Էս էլ մեր իրավիճակն է, այս իրավիճակից դուրս գանք։ Բանաստեղծորեն շատ ավելի լավ է հնչում այն, ինչ կարելի է պարզապես ասել։ Հիմա գանք ներքաղաքական իրավիճակին, ըստ էության ամփոփելով այն, ինչ ունենք։ ՔՊ-ում իշխող կուսակցությունում տեխնատուններ են գրանցում, ընտրում են հիմնականում բացի այն մի քանի իշխողներից, ընտրում են նրանց, ովքեր այսպես խոնարհվող են, բան չասող։ Էս է իրականությունը եւ հպարտորեն են այդ ամեն ինչն անում, քանզի դիմացը մարդկային մի խումբ է Քոչարյանների, Սերժերի, Դաշնակ պարագլուխների, ովքեր իրենց վստահված երկիրը դարձրեցին ոչ մի բան։ Եվ այստեղ է, որ գործող իշխանությունը շահեկան դիրքեր ունի։ Այստեղ է, որ ժողովուրդը նայում է ու ասում, լավ, հասկացանք, Նիկոլը այստեղ մի տխմար սրտի կարեց։ Իդեպ մեծագույն հիմարություն է ամեն առավոտ տղամարդը վեր կենա ու սենց անի, սենց նայի։ Բայց դե հիմա ինչ անենք, բա նրանք ինչ արեցին։ Այստեղ է, որ այս հարցը
հայ մարդը ինքն իրեն տալիս է եւ ասում էլի դառնացած, բայց գնալու եմ ու Նիկոլ ընտրեմ։ Քանզի Քոչարյան Ռոբիկը դուք պատկերացնում եք, հիշում եք հոկտեմբերի 27-ին, եսպես կաթողիկոս կոչվածը խաչը ձեռքին փորձեց գալ դեպի Ռոբերտ Քոչարյան, սա այսպես այն հայացքով նայեց, որ կաթողիկոս կոչվածը քիչ էր մնում խաչը ձեռքից գցեր, վախից, շամպես, խաչը գլխին տալու փոխարեն պոչը կոխեց տակն ու փախավ։ Հիմա Քոչարյան Ռոբերտի տղա Լյովիկը մազերը խուճուճացրած բիգուդիներ սարկած գնացել է կաթողիկոսին պաշտպանի Նիկոլ Փաշինյանից։ Այս դառը ճշմարտությունը կամ իրականությունը բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը հաջողելու է հաջորդ ընտրություններում։ Բայց դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը ամեն ինչում լավ է ու ճիշտ է։ Հազարապատիկ սխալ է սկսած այն անիմաստ հայտարարությամբ, թե Ալիև դու մոռացիր, այս եզրույթը ես էլ կմոռանամ այն եզրույթը։ Դու ով ես, որ մոռանաս այն եզրույթը։ Այդ անիմաստ հայտարարություններից սկսած, շարունակած իր նշանակած կադրերով, չգիտեմ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան կոչվածով, լռելով, իդեպ Նիկոլ Փաշինյան, ասեմ ձեզ, այն այգին խաբեց Տիգրան Ավինյանը, դուք էլ այդ խաբեբայության հովանավորը դարձաք, խաբեց վերցրեց վարձակալի ձեռքից, կոնսերվատորիայի դիմացի այգին։ Դուք էլ խաբեբայության հայրը դարձաք։ Ինչու՞։ Ինչու եք ձեզ հայտնի կենթանու պես դրած, գլուխներդ հողի մեջ մցրել, հետույքներդ վերև բարձրացրել։ Մի մարդ փողը տվել էր մի 100 միլիոն դրամ եւ վարձակալել այգին։ Պայմանով, որ այդ այգում էս պիտի կառուցի այն։ Ինչ որ կառուցելու նախագիծ ներկայացրեց, դուք չընդունեցիք։ Վերջում էլ ասիք, որ այս մարդն այգին չորացնում է եւ ռադարիկ ձեռքից դատարանով վերցրեցիք երկար տանջանքից հետո ուրախացաք։ Սա կառավարման այս սատի ու կեղծիքի մեթոդը ուր է տանելու ձեզ։ Ձեր քաղաքապետ Ավինյան Տիգրանը Երևան, Էրեբունի Երևանի տոնին եկել էր Նյու Յորքի հագուստով։ Թիկունքին Նյու Յորք էր գրած։ Դա Երևանի քաղաքապետն էր։ Այս տրամաբանությամբ ինչն եք զարգացնում։ Ձեր կինը ոչ ավել ոչ պակաս խոսում է մի խոսույթ է հեղինակել, թե կրթությունը նորաձև է։ Չի կարող կրթություն նորաձև լինի։ Եվ դա քիչ է, այն օրն էլ Պարուհի Սևակի արձանի հետ կապված գրում է, այ, ախր եթե ձեր կինը չլներ, չէի անդրադառնա, ախր վարչապետի կին է։ Մենք ինչ հասկանանք, թե Թոքմաջյանն ինչ է գրել, որպեսզի հասկանանք Թոքմաջյանի արձանի Սևակի այդ աղավաղումը, պիտի նորից կարդանք Անդրելի զանգակատուն։ Դո լավ է։ Իսկ ինչ էր գրել Անդրելի զանգակատան մեջ Պարուհի Սևակը։ Ասում էր խանգարել, ինչի համար, գարուներ չեկած համար։ Փուլ եկավ երկնակամար, ջուն մաղեց մեր բաց գլխին, ջուն մաղեց կրակի պես, արունը ջուրա դարել, գետերը մեր երերման հոսեցին երակի պես, որքան բար ողջ մահարձան, որքան երկ ողջ մրմուր, զուլում էր զուլում լաո, և այսպես շարունակ։ Ես էստեղ այդ կապիկ Սևակին չտեսա, այն ինչ արձանի մեջ դրած էր։ Ձեր կինը տեսել է ու ամբողջ աշխարհին ասում է, թե չէ, դա այդպես չի։ Անհարմար չի, տանը պահեք, մի թողեք խոսի։ Ով է ասում, որ մենք ապուշ ենք, այս Սևակի մեջ չկար այդ Անդրելի զանգակատունը։ Այդ ինչ եք պոչները չամբարարել ընկել մեջտեղ ու անկարելին կարելի տեղ փորձում անցկացնել։ Այսինքն մենք չենք իմանում, չենք տեսնում, զգացողություն չունենք, ձեր կինը ունի։ Ու իրեն թույլ պիտի տա մեզ ասի, որ չէ, սա Սևակն է։ Այ Թոքմաջյանը այդպես է պատկերացել, թող տանի իր տանը դնի։ Հայտնի մի պատմություն կա, Էշի պոչի կտավի պատմությունը։ Հայտնի ֆրանսիացի նկարիչները միտեղ գինովցած նրանցից մեկն ասում է, ես կարամ Էշի պոչով նկարեմ ու ամբողջ
Ֆրանսիան ինձ ծափարի։ Դե լավ ասում են հերիքա մեծ խոսես։ Ասում ես այնքան հայտնի եմ։ Ասում են հնարավոր չի։ Դե գրազ են գալիս հաջորդ օրը բերում են մի էշ կտավը դնում, այդ 5-6 ընկերով, էշի պոչը թաթախում ներքի մեջ, կտավը դնում պոչի տակ եւ սա դնչի տանում, բերում է էշին, էշը հետևը շարժում է, այդ պոչով ինչ որ նկարվում է։ Տակը գրում է արևածագ եւ ուղարկում Լուվր։ Կարճ ժամանակ անց սկսում են որոշները դոկտորականի մասին գրել, թե այս ինչ արևածագ է պատկերել այս հայտնի նկարիչը։ Նոր ընկերները խնդրում են, ասում են ամոթա հանի այդ շիպոչի կտավը, հանի հասկացանք, մենք պարտվել ենք գրազը։ Հիմի գնացեք Վահան Տերյանի արձանը տեսեք, որ էլի Թոքմաջյանը դրել, քիչ է մնում փող գցենք ձերքի մեջ Վահան Տերյանի։ Եթիմ չի եղել Վահան Տերյանը։ Վահան Տերյանը թախծի սիրո երգիչ չի եղել։ Բայց ոչ եթիմ։ Այն ողորմելի տեսքով, որ դրված է այդ արձանը, ամենևին ընդունելի չէ։ Բայց այդ մարդը կարողացել է դնել։ Գնացեք Գևորգ Չավուշի արձանը նայեք, բանում կվարտալում այդպես ասեմ։ Ավելի քան ծիծաղելի է։ Այդ ինչ արձանախումբ է։ Փոքր ու ողորմելի։ Հիմա վերցնում եք ու վայ ինքն ասել է հայ ժողովուրդը չի հասկանում, Տիկին Աննա Հակոբյանը հասկանում է։ Դե լավ էլի։ Մնացեք ձեր տներում ձեր գործին ու կրթությունն էլ այո, նորաձև չէ։ Մեծագույն հանցանք է այնինչ դուք հիմա անում եք ու պնդում։ Ինչ եթե դուք եք ասել, չի կարող կրթությունը նորաձև լինի։ Այդ նորաձև կարող է լինել Տիգրան Ավինյանի պես տգետի քաղաքապետ նշանակումը, որ Երևանի քաղաքապետը կարող է հայերեն տգետ բառակապակցությունը սխալ բառակապակցություն թողնել մնալ։ Այդքան տգետ է ձեր նշանակածները։ Այստեղ է որ մենք վաղ խնդիր ունենք։ Ու չգիտեմ, այդ վաղ խնդիրը ինչպես կլուծվի, ես մի բանում եմ սկսում վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանը այս առաջիկա ընտրությունները հաղթելուց հետո բռնաբարության հոդվածով երևի կդատվի։ Հա, ես կարծում եմ կդատվի, քանզի այնքան ինքնասիրահարված է մի բան կանի ու ինքն իրեն կդատի։ Չտեսնել ոչինչ ինքնասիրահարված ապրել, արդյունքը դա է։ Ինքնաբռնաբարումը։ Բայց մի հերթական բանաստեղծություն, ես այլ վերջինն է, կոչվում է Երկիր իմ։ Երկիր իմ, ավաղ մնացիր մենակ, անմարդ մնացիր այս ամբոխի մեջ, խոսքով սիրեցին, հոգով ուրացան, դու որբ մնացիր այս բազմության մեջ։ Երկիր իմ, քեզնից ոչ չմնաց, բայց դեռ սնում ես բազմությանը մեղք, նրանք անկուշտ են, հացդ ուրացան, օտար մնացիր որդիներիդ մեջ։ Երկիր իմ վշտի անապ բնորան, քեզ խինդ չբերեց բազմությունն այս հեկ, ատելությունը ցանեց ու անցավ, ատելությունը անցավ հացի տեղ։ Երկիր իմ, սիրո կարոտ ուրվական, դու դեռ շրջում ես հոգիների մեջ, մեռել ես սիրո կարոտից հիմա, բայց պիտի սիրուց վերստին ծնվես։ Վստահաբար մեր երկիրը մեր սիրուց վերստին պիտի ծնվի եւ այդ սիրո կարիքը ունի ու այդ սերը մենք տալու ենք։ Ժամանակները բոլոր տեսակի լավ ու վատ թագավորները գալիս ու գնում են, մենք կանք Հայաստանը կա, լինելու է, ինչպես ասում են, կանք պիտի լինենք ու դեռ շատանանք, սա շատանալու իմաստով չի, որակական շատանալու մասին է։ Իսկ առայժմ այս տարի թերևս ամփոփիչ այսքանը, ուրախ ծննդյան տոներ, ուրախ նոր տարի, ամանոր, այս տարվա մեջ թողնենք այն, ինչ մենք գիտենք, որ անմաքուր է։ Ամեն մարդ ինքը գիտի ինքն ինչ է, ինչքան կարող է։ Եվ հաջորդ տարի մեզ հետ տանենք նոր տարուց ամենամաքուրը, ամենալավն ու ամենագեղեցիկը, ամենահայրենականը, ամենաբարին ձեզ կհանդիպենք։